Ինձ բավականին հաճախ են հարցնում, թե ինչով եմ ես առաջնորդվում գինու մենյու գրելով wine list, հա, իմ առաջի սկզբունքը դա այն է, որպեսզի մարդիկ գտնեն բազմազանություն։ Ես չեմ առաջնորդվում ինչ-որ մի հատ կոնկրետ բրենդով կամ իմ անձնական նախասիրություններով, այլ ես փորձում եմ բազմազանություն տալ մարդկանց, որ մարդը, որը գալիս է, տեսնում է սպիտակ գինիներ, հա, ու բավականին շատ սպիտակ գինի կա, ինքը կարա ինձ տարբերությունը հարցնի, հա, ասի ունեք ինչ տարբերություն, ինչի համար եք այսքան 10 անուն օրինակ սպիտակ գինի եք դրել, ինչ տարբերություն, ասեմ ինչ տարբերություն, տարբերությունը գինու ոճի մեջ է։ Տարբերությունը նրանում է, որ մարդու հետ 2 րոպե խոսալուց հետո դու կկարողանաս իրան ճիշտ խորհուրդ տաս։ Տարբերությունը բազմազանությունն է։ Օրինակ, լուսաբանում դեմի 4 պոզիցիան, հա, ֆիրմաները չեմ ասում, խաղողից տեսակներով գնանք։ Լալվարի, Տավուշյան մարզի ֆանտաստիկ խաղող, որը կարող ես մարդուն խորհուրդ տալ, եթե ինքը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջանում, Էպիկուրում։ Այստեղ ունենք գինի, ինքը white blend է, այսինքն խաղողների խառնուրդ մի քանի, ավանգարդ գինեգործություն է, բիոդինամիկ գինի է եւ նատուրալ, այսինքն արդեն մեկը մյուսից տոտալ տարբերվում է։ Եվ եթե մարդը եկել է փորձ ինչ-որ նորություն, ինչ-որ ավանգարդ, իհարկե ես իրեն խորհուրդ կտամ այս գինին։ Հաջորդը գարաժային գինեգործություն, խաղողի սորտը ոսկեհատ, արդեն այլ խաղողի սորտ է, արդեն այլ ձեռագիր է։ Հաջորդ մեր գինին պատկանում է մեր դասական գծին, կանգուն, այսինքն եթե մարդը չի փնտրում ինչ-որ նորություններ, չի փնտրում ինչ-որ հետաքրքիր վառ համեր, այլ ուզում է փորձել դասական ոճի գինի, մենք իրան խորհուրդ կտանք տվյալ կանգունը։ Եվ նմանատիպ օրինակներ կարամ բազմիցս խոսամ, այդքան կարամ խոսամ, այսօր այս ռիլզը չվերջանա, սակայն հուսով եմ, որ կարևոր մեսեջը ես տեղ հասցրեցի։ Առաջնորդվեք բազմազանությամբ, որպեսզի ձեզ էլ հետաքրքիր լինի հաճախորդի հետ, հյուրի հետ աշխատել։